FM 106 եւ 5 հաճախականությամբ գործարար ալիքն եք դուք լսում կամ դիտում եք մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում կամ ինչ-որ այլ հարթակում, ես կոչ եմ ձեզ անում նաեւ բաժանորդագրվել մեր թվային պլատֆորմներին։ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ Սերգեյ Մուրադյանն է, ԱԺՓ նախագահի խորհրդական։ Սերգեյին մենք հաճախ հրավիրում ենք, երբ կարիք ունենք պարզաբանման հարկային օրենսգրքում փոփոխությունների մեջ։ Հիմա հերթական արարն է, պիտի մեզ Սերգեյը պատմի, թե ինչ է տեղի ունեցել, ինչ նպատակով եւ արդյոք դա դրական թե բացասական երևույթ է։ Նախ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորին աշխատանքի եւ աշխատավորների տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որպեսզի աշխատանքը բերի արդյունավետություն եւ բարեկեցություն։ Ըստ էության այսօր մենք խոսում ենք R&D-ին վերաբերող իրավական ակտի մասին, որը տարընկալումներ է առաջացնում որոշ շրջանակների մոտ, եւ հենց այս առիթով էլ կուզենայի որոշակի արձանագրումներ կատարել եւ նաեւ պարզաբանումների տեսքով հանդես գալ։ Իրավական ակտը նախաձեռնվել է կառավարության կողմից, մասնավորապես ֆինանսների նախարարության կողմից, ձևավորվել է հանձնաժողով, որը գլխավորապես հանձնվել է բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին, եւ հենց կոմիտեի նախագահն էլ ղեկավարում է տվյալ հանձնաժողովը։ Հանձնաժողովում ներկայացուցիչներ ունեն ԲՏԱ նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, պետեկամուտների կոմիտեն եւ էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաեւ գիտությունների ազգային կոմիտեն։ Երկրորդ մանր որ կուզենայի նշել, կան չափորոշիչներ, ըստ որի որոշվում է տվյալ սուբյեկտը հանդիսանում է կամ տվյալ ծրագիրը հանդիսանում է R&D կամ պարունակում է իր մեջ R&D, թե ոչ։ Այդ 5 չափանիշներն են նորույթի չափանիշը, ստեղծարարության չափանիշը, վերջնարդյունքների անորոշության չափանիշը, համակարգվածության չափանիշը եւ նաեւ փոխանցելիության չափանիշը, որ պրոդուկտը պետք է լինի փոխանցելի գլոբալ կանրադառնանք դեռ սրան եւ կմեկնաբանենք օրինակների միջոցով, ոչ թե իրավական ակտի գրվածքի միջոցով։ Նշյալ 5 չափանիշների միաժամանակյա բավարարման դեպքում ծրագիրը համարվում է R&D եւ ինչ է ստանում տնտեսվարողը ստանում է 3 տեսակի արտոնություն, որոնք թերևս ամենակարևորն ու ամենալայնն են։ Առաջինը դա եկամտային հարկի գծով արտոնությունն է, երբ 20%-ի փոխարեն վճարվում է 10% եկամտային հարկ աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից։ Երկրորդը հնարավորությունն է, որպեսզի հիմնական միջոցները այս գծով արագ մաշվեն, տնտեսվարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս քան 1 տարում, այսինքն պետությունը թույլ է տալիս հիմնական միջոցը արագ մաշել, դրանով կչացնել շահութահարկը։ Եվ երրորդը հենց շահութահարկի գծով ուղղակի արտոնությունն է, երբ համապատասխան հաստիկներին համապատասխանող անձին, որը սահմանված է մեկ այլ կառավարության որոշմամբ, առիթից օգտվելով նաև նշեմ դա 353 գիծն է կառավարության որոշմամբ, հնարավորություն են ստանում աշխատավարձերը շահութահարկից նվազեցնել 200 + 100%-ի չափով, այսինքն եւս ավել 200%-ի չափով կամ ընդհանուր 300%-ի չափով։ Հայտերը քննվում են 365 ողջախոհ ժամկետում, բայց ոչ ավելի քան 365 օրում, այստեղ կա խորը փոս ջրբաժան 365 օրվա եւ ողջախոհ ժամկետի միջև։ Այնուամենայնիվ սրան էլ դեռ անդրադարձ կատարենք։ Հաջորդը դա այն է, որ որոշումը հետադարձ ուժ կունենա։ Դիցուք, եթե օրինակ դուք դիմեք մայիսի 15-ին եւ հետագայում հայտը հաստատվի ընդունենք նոյեմբերի 10-ին, ապա հետադարձ ուժով մայիսի 1-ից հնարավորություն կունենաք օգտվելու արտոնություններից, իհարկե այստեղ մի շարք հարկային հաշվարկների ճշգրտման խնդիր կառաջանա այն տեսանկյունից, որ մի շարք անձինք, ֆիզիկական անձանց անունից վճարվել է եկամտային հարկ եւ նրանք հիպոթեքի եկամտարկի վերադարձ են ստացել, հոդվածով հետ վերադարձ են ստացել, տոկոսների փոխհատուցում են ստացել, այնուամենայնիվ դրանք տեխնիկական եւ կառավարելի խնդիրներ են, որոնք կլուծվեն։ Եվ տեխնիկական մասով կուզենայի ասեի, որ ներկայումս հայտը հնարավորություն չի տալիս միանգամից 3 արտոնություններին դիմել, այսինքն
երեք հարկային արտոնությունների տեսակները արդեն իսկ թվարկեցի եւ այդ պատճառով մինչեւ որ մեր գործընկերները կուղեն այդ ամեն ինչը տնտեսվարողները պետք է 3 հայտ ներկայացնեն, եթե ցանկանում են օգտվել 3 արտոնությունների տեսակներից։ Թերևս այսքանը արձանագրումների մասով։ Սերգեյ, այս տաղավարը երևի թե ամենաշատն է բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետների եւ գործիչների ընդունում մեր երկրում։ Կան մարդիկ, ովքեր որ այնքան էլ գոհ չեն այս փոփոխությունից։ Ինչի հետ իրենք համաձայն չեն ըստ ես վստահ եմ դուք գիտեք եւ ում մասին է խոսքը եւ ինչ դժգոհություններ ունեն եւ ոնց եք դուք վերաբերվում այդ դժգոհություններին։ Շատ լավ, առհասարակ հարկային արտոնությունները չեն կարող բավարարել բոլորի խնդիրները, դրանք սուբյեկտիվ դժգոհությունների մասին կասեմ, եւ կան օբյեկտիվ դժգոհություններ, մասնավորապես մարդիկ խնդիրներ են տեսնում, որ ենթաօրենսդրական ակտերը ուշ են ընդունվում, դա այդպես է, ոչ թե իրավական առումով ուշ սահմանված ժամկետից, այլ պրակտիկ առումով ուշ եւ կազմակերպությունները չեն հասցնում համապատասխան ճիշտ պլանավորումներ կատարել եւ դրանք կիրառել։ Կարելի է տեսնել, որ մենք ունենք որոշակի տեխնիկական խնդիրներ, օրինակ որոշակի հարթակների ժամանակին պատրաստում հայտերի, ընդունում դրանցից մեկին արդեն իսկ անդրադարձ կատարեցի, գաղտնիության ապահովումը, որը հաճախ են շեշտում։ Դե այդ կարևոր հարց է, բայց իրականում չէ՞ դուք ընդունում եք, որ դա միանշանակ կարևոր հարց է, բայց դա օրենսդրությամբ պաշտպանված է։ Ես հասկանում եմ, որ կան տնտեսվարողներ, որոնք մեծ վենչուրային ֆոնդերից մեծ ներդրումներ են ստացել։ Ռիսկեր են տեսնում։ Այո, եւ իրենք ունեն այդտեղ սահմանափակումներ, այնուամենայնիվ ես ուզում եմ նշել, որ նույնիսկ հարկային մարմինները ունեն հասանելիություն որոշակի տեղեկատվություններ եւ պետք չի հատուկ կերպով խուսափել այս հարցերից եւ եթե կարիք կա որ լրացուցիչ երաշխավորություններ ստան, ապա կարելի է հանդես գալ առաջարկներով եւ իրավական ակտերի թերևս ոչ պարզ լինելը ինչով է դա պայմանավորված է նրա որ մենք ընտրեցինք արևմտյան Եվրոպայի եւ հյուսիսային Եվրոպայի փորձը եւ թիրախը միշտ ենթադրում է մի շարք սահմանափակումներ իրավական ակտերում, այսինքն եթե մենք ընտրում ենք թիրախ, ուրեմն թիրախին հասնելու համար կդնենք մի շարք սահմանափակումներ եւ դրանով իսկ օրենսդրական պարզությունը կկորցնի օրենսդրությունը կկորցնի իր պարզությունը։ Մեր զրույցներում հաճախ մի բանի մասին էլ է խոսվում, ոնց ենք պարզում, արդյոք սա բավականաչափ R&D ընկերություն է, թե R&D ընկերություն ինչ որ պարամետրեր կան, չէ՞, այսինքն այդ պարամետրերը արդյոք իրենք խնդրում են մի անգամ էլ խոսենք այդ պարամետրերի մասին ու հասկանանք արդյոք իրանք իրականում ճշգրիտ գտնում են հենց օրենքով նախատեսված R&D ընկերությունների։ Չափանիշների մասին արդեն իսկ նշեցի արձանագրումներում, բայց ոնց որ կարևորը դրանց իրավական ձևակերպումը չի, այլ դրանց մեկնաբանությունն է։ Ես ուզում եմ հորդորել, որ դիմեն բոլորը, ովքեր գտնում են, որ ունեն նորույթ եւ ստեղծարարություն, այսինքն դա այն մասն է, երբ որ դու product ես ստեղծում, որը անդադ չի կրկնվում եւ այդ product-ը զարգանում է։ Կապ չունի դու outsourcing business ես, թե product ստեղծող business ես։ Կապ չունի դու hardware-ով ես զբաղվում, այսինքն երբ արդյունքը նյութական վերջնարդյունք ունի, թե դու միայն ծրագրային ապահովման մշակմամբ ես զբաղվում։ Սա վերաբերում է բոլորին։ Դիցուկ, օրինակ, որևէ մեկը որպեսզի հայտնի բրենդ ասեմ ճանաչելի լինի, Mercedes-ի համար ստեղծում է application։ Եվ Հայաստանում կան նման կազմակերպություններ, եւ այդ application-ը նախորդից մի շարք ցուցանիշներով առավել է, հա, մի շարք ֆունկցիոնալությամբ առավել է։ Արդյոք սա R&D է, թե ոչ։ Կարծում եմ, որ R&D է։ Այո, եւ կունենա տվյալ ծրագրի գծով համապատասխանելիություն։ Որևէ մեկը ստեղծում է բարձր տեխնոլոգիական արտադրանք, որը օրինակ կենցաղային տեխնիկային նոր ֆունկցիոնալություն է տալիս։ Հա, արդյոք սա R&D է, այո, R&D է։ Առհասարակ outsourcing business-ը product business-ից տարբերվում է նրանով, որ outsourcing-ը մեկ ուրիշի բիզնեսի ինչ որ մասն է վերցնում եւ կատարում։ Այո, եւ տեխնոլոգիական մասը սովորաբար մեր երկրում իսկ ինչ վերաբերում է product business-ին, ապա դու ամբողջությամբ ես բիզնեսը կառավարում եւ մարքեթինգով, եւ վաճառքներով, եւ տեխնոլոգիապես, եւ մնացյալ այլ հարցերով։ Այս առումով ես արդեն մնացել իրավական ակտը ստեղծող պատասխանատուների հետ խոսել ֆինանսների նախարարությունից եւ նաեւ
հանձնաժողովի նախագահի հետ որոշակի զրույց վարել եւ մարդիկ բաց են առաջարկների եւ գտնում են, որ պետք է պրակտիկապես առաջ գնանք եւ ապավորից հետո լինեն առաջարկներ եւ ըստ կարիքի նաեւ փոփոխություններ։ Ես գտնում եմ, որ պրակտիկայում վարչարությամբ կարելի է հաղթահարել մի շարք վիճարկելի հարցեր, դա սարքել գործարար սովորույթ, պրակտիկ սովորույթ, իսկ մնացյալ հարցերը, որոնք օրենսդրական անհապաղ փոփոխություններ են պահանջում, կարծում եմ, որ դրանք կլինեն եւ այս ամենը հաշվի առնելով որպես ամփոփում ուզում եմ դիմեմ մեր տնտեսվարողներին, մեր գործարարներին, որպեսզի իրենք փորձ կատարեն եւ դիմեն դիմումների եթե ցանկանում էին հունվարի 1-ից օգտվել մինչև ապրիլի 30-ներ ժամկետը արդեն իսկ այդ ժամկետը հաղթահարել ենք այնուամենայնիվ հաջորդ ամիսների համար կարելի է դիմել եւ ստանալ կարևոր հարկային արտոնությունները։ Երկու հարց ունեմ։ Տամ Երկուսն էլ տալիս է։ Ձեր ասածից մի քանի հարցեր են առաջանում։ Առաջինը, արդյոք պետությունը ունի այնքան ռեսուրս, որպեսզի հաշվարկի արդյոք այս կամ այն տնտեսվարողը համապատասխանում է պարամետրերին, թե չէ, այսինքն օրինակ իմ գիտելիքները ունեցող մարդը դժվար թե կարենա կողմնորոշվի, այս ընկերությունը R&D է, թե R&D չի։ Ես ոնց հասկանում եմ, այդ այնքան էլ հեշտ չի, չէ՞, այդ կողմնորոշվելը։ Այո, ճիշտ է, եւ դրա համար կառավարության որոշմամբ ստեղծվել են հանձնաժողով եւ ենթահանձնաժողովներ, մի քանի ենթահանձնաժողովներ գիտության տարբեր ճյուղերի մասով, որոնք իրենց գնահատականն են տալու հարցի վերաբերյալ, որտեղ նաև մասնագետներ են ընդգրկվելու, փորձագետներ են ընդգրկվելու եւ քանի որ մենք պրակտիկա չունենք, ես չեմ կարող դա լայն մեկնաբանել, այնուամենայնիվ տեսությամբ ըստ էության բավարարում է։ Եվ վերջին հարցը, բայց կարևորությամբ ոչ վերջինը, գործընթացի վերահսկողությունը, այսինքն տեսեք, ինչ որ ընկերություն է գալիս, ցույց է տալիս, էքսպերտների խումբը նայում է, ասում է, այո, սա R&D ընկերություն է։ Անցնում է, ինքը ստանում է այդ արտոնությունը, չգիտեմ, անցնում է 3 ամիս, հետո այդ մարդիկ, չգիտեմ, փոխում են իրանց ուղղությունը, միտում նա որ կամ պատահական, այդտեղ չեմ ուզում ինչ որ միտում մանգալ, չգիտեմ, այս պատվիրատուն գնում է, եթե մենք արտապատվիրող ընկերությունների մասին ենք խոսում։ Այս պատվիրատուն գնում է, ինչ որ այլ պատվիրատու է գալի, ինքը ինչ պետք է անի, ինքը պետք է դիմի, որ ես այլևս R&D-ով չեմ զբաղվում, իսկ եթե ինքը մոռանում է կամ այնքան էլ բարեխիղճ չի ու չի դիմում, այդ հարցը ոնց է լուծվում։ Շատ լավ, առհասարակ մենք վերջերս շատ ենք խոսում հարկերի հավաքագրելիությունից եւ ուրախություն մեծ մեր հարկերը առաջի երամսյակի համար բավականին լավ են հավաքագրվել, սպասվածից ավելի լավ են հավաքագրվել, բայց շատ կարևոր նորմ է նաև թե այդ հավաքագրված հարկերը կամ մեր պետական բյուջեն մենք ոնց ենք ծախսում եւ ես անընդհատ պնդել եմ եւ օրենքի քննարկման ժամանակ եւ հանրային քննարկումների ընթացքում որ պետք է լինի մոնիթորինգ, որովհետեւ չենք կարող հույս դնել, որ բոլորը բարեխիղճ են։ Եվ մոնիթորինգ սահմանվում է եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքով եւ նշյալ կառավարության որոշմամբ եւ նաեւ ես հորդորում եմ եւ քննարկել եմ այդ հարցը իմ պետ գործընկերների հետ, որ իրենք էլ ձևավորեն համապատասխան փոքրիկ ստորաբաժանում, որը կզբաղվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի սուբյեկտներին աջակցության եւ հարկային արտոնությունների տրամադրման հարցերի վերլուծությամբ, ստուգմամբ, ուսումնասիրությամբ եւ այլն եւ ես հույս ունեմ, որ գործնականում նորից սա տեսություն է, գործնականում նորից մենք հնարավորություն կունենանք տեսնելու մոնիթորինգ, միևնույն ժամանակ անբարեխիղճ տնտեսվարողներին ուզում եմ հորդորել կամ ովքեր ունեն այսպես ասած ծուռ մտքեր չդիմեն մտադրություն այոների համար եւ քանի որ թերևս Հայաստանը փոքր երկիր է եւ ամեն ինչ շատ արագ հայտնի է կբարձվի այո Այսինքն տարբերակ չի լինի, չեն պլստա կարծում եք։ Կարծում եմ, որ ոչ, եւ եթե ինչ որ անձինք էլ փորձեն այդ ուղղությամբ հաջողության հասնել, ապա դա շատ փոքր տոկոս կլինի։ Այսքանը երևի թե սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, Սերգեյ Մուրադյանն էր մեր տաղավարում ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական, Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ, կհանդիպենք, շարունակեք լսել գործարար ալիքը։